երեկո լրատվական կենտրոնի արտահերթ թողարկումն է եթերում, այս ծրագրում դիտեք։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է ոստիկանական գրաված գնդում ուժի գործադրման մտադրության մասին։ Բարեկապահակային ծառայության գունդը գրաված Սասնա Ծռեր խմբի հետ կապը երեկվանից բացակայում է։ Այսօր ոստիկանության զորքերի ծառայող է զոհվել, հայտնում են իրավապահները։ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը բանտից, Սասնա Ծռերը վայր կդնի զենքը, երբ ինքը հանդիպի նախ նրանց, ապա նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ոստիկանությունը 3 բռնի ուժով ցրեց խաղաղցույցը Սարի թաղում եւ Խորենացիում, կանվեց 11-ից ավելի վիրավորներ, 100-ից ավելի բերման ենթարկվածներ։ Ձախ աչքի հեռացրին, բժիշկ ասեց, որ լրիվ պայթած էր։ Ո՞վ է դասել համար ժողովրդին ռմբակոց են։ Ձերբակալվել են ընդդիմադիր քաղաքական գործիչները Արմեն Մարտիրոսյանն, Անդրեաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը կասկածվում են անկարգություններ հրահրելու մեջ։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է խաղաղցույցը ցրելու ոստիկանության գործողություններով։ Այս ամենը խիստ մտահոգիչ է, առավել եւս երբ անհամաչափ բռնության թիրախ են դառնում լրագրողները։ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ պատրաստ է դիմել ուժային միջոցների, եթե մինչև 17:00-ն բարեկապահակային գունդը արդեն 2 շաբաթ վերահսկողության տակ պահող Սասնա Ծռեր խումբը չհանձնվի։ Վերջնաժամկետը լրացել է եւ ԱԱԾ-ն իրեն լիազորված է համարում առանց նախազգուշացման կրակ բացել ՊՊՑ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած վրա։ ՊՊՑ գնդի տարածքում գտնվող Սասնա Ծռեր զինված խմբի անդամների մասին որևէ տեղեկություն չկա 3 երեկոյից։ Նրանց հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում։ Միևնույն ժամանակ քիչ առաջ ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանական զորքերի ծառայող է զոհվել, ըստ իրավապահների մեջբերում եմ հայտարարությունից ՊՊՑ գնդի տարածքից կատարված դիպուկահար կրակոցից։ Այժմ կապ հաստատենք Արտակ Համբարձումյանի հետ, ով աշխատում է Խորենացի փողոցում։ Արտակ, արդյոք այսօր այդտեղ կրակոցներ լսվել են։ Տաթև տեղեկացնեմ, որ շուրջ 3 ժամ առաջ, այսինքն մոտավորապես ժամը 17:30-ի սահմաններում էր դա, այսինքն ԱԱԾ-ի, ես հիմա խոսքս ընդհատեմ, մենք պայթյունի ձայն լսեցինք հետևում, շուրջ 2 ժամ էր որևէ ձայն կրակոցի չկար, հենց նոր ես պայթյունի ձայն լսեցի, մի փոքր սպասենք, արդյոք կկրկնվի դա։ Կարծես այդուհանդերձ խաղաղվեց վիճակը, այդ մեկ պայթյունից հետո ոստիկանների շարքելում էլ առանձնապես ակտիվություն չկա, շարունակեմ միտքս ասելով, որ կրակոցների ձայներ, բայց ոչ պայթյունի այն, որ քիչ առաջ լսեցինք, միայն կրակոցների ձայներ մենք լսել էինք 17:30-ի սահմաններում, հիմա նորից կրակոցը պայթյուն եղավ, ամեն դեպքում ես առաջարկում եմ մի քանի րոպե լռություն պահպանել։
Շարունակում ենք խորենացուց հետևել իրադարձությունների զարգացմանը, երկու պայթյունի ձայներ լսվեցին, հավանաբար դուք էլ դրանցից մեկ հնարավորություն ունեցաք լսելու։ Մենք տեսանք, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը այստեղ հետևում էր իրավիճակին եւ նրան մոտեցան, կարծես զեկուցում էին իրավիճակի մասին։ Բացի պայթյունները շուրջ 2.5 ժամ առաջ շուրջ 2.5 ժամ առաջ կրակոցների ձայներ էինք լսում, հիմա եւս ես լսեցի ձայն, տարբեր երկու տեսակ կրակոցների ձայներ էին դրանք եւ դրանից հետո ստացանք լուր այն մասին, որ սպանվել է ոստիկանության երկրորդ զինծառայողը ՊՊՑ գնդի գրավումից ի վեր, այդ մասին հաղորդել էր ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա նշեց, որ ՊՊՑ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել եւ սպանվել է ՊՊՑ գնդից 350-ից 400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող 30-ամյա Յուրի Տեփանոսյանը։ Այսինքն 350-ից 400 մետր հեռավորության վրա է եղել այդ անձը ըստ ոստիկանության, ով սպանվել է դիպուկահարի կողմից։ Ասեմ, որ մենք այստեղ մեր կանգնած դիրքում մոտավորապես 500-ից 600 մետր հեռավորության վրա ենք ՊՊՑ գնդից եւ եթե այս կողմի վրա է եղել այդ անձը, ով սպանվել է, ապա ըստ էության մեզանից բավականին մոտ տարածության վրա է եղել, այդուհանդերձ այստեղ շտապօգնության մեքենա, որը առաջ կգնար կամ նմանատիպ լարված իրավիճակ ոստիկանների շրջանում մենք այդպես էլ չենք հանդիպել, հավանաբար այդ ամբողջը տեղի է ունեցել հակառակ կողմից։ Թե ինչ է կատարվում ՊՊՑ գնդի ներսում, բավականին սուղ տեղեկություններ կան, միայն գիտենք, որ այս տարածքում շուրջ 15 րոպե ինչ էլեկտրականություն անջատվեց, թե Սարիթաղում չկա էլեկտրականություն ըստ մեր տեղեկությունների, թե Խորենացու այս հատվածում մեզ հարակից այս սուպերմարկետի էլեկտրականությունը եւս քիչ առաջ անջատվեց եւ բավականին այսպես լարված անորոշ իրավիճակ է հիմա ստեղծվել, ոստիկաններն էլ ես տեսա, որ բավականին տարակուսած էին ու ոստիկանության զրահամեքենայի կողքին էին կանգնած Հայաստանի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը։ Կրկնեմ, պայթյունների ձայները շարունակվում են եւ կրակոցներ էլ քիչ առաջ լսվեցին, բայց տեղեկությունների սղություն կա եւ առաջիկայում եթե նորություն իմանանք, մենք անպայման կհաղորդենք այդ մասին։ Շնորհակալություն Արտակ Համբարձումյանն է հետևում Խորենացի փողոցում կատարվող իրադարձություններին, շարունակենք թողարկումը։ Երևանում ՊՊՑ գնդի շուրջ ճգնաժամից 2 շաբաթ անց ոստիկանությունը 3 գիշեր հերթական անգամ կոպտորենցրեց խաղաղ ցույցը Սարիթաղում եւ Խորենացի փողոցում։ Այն ինչ կատարվեց 3 գիշերը ոչ թե ոստիկանական գործողությունն, այլ մարտաֆիլմ էր հիշեցնում։ Տեսանյութերից երևում է, թե ինչպես ոստիկաններն առանց զգուշացման մահակներով եւ հատուկ միջոցներով սկսում են ցրել սասնածռերին աջակցելու եկած մարդկանց։ Նրանցից հետ չեն մնում քաղաքացիական հագուստներով անձինք, հատուկ թիրախավորելով լրագրողներին։ Արդյունքում 6 տասնյակից ավելի վիրավորներ կան, այդ թվում ծանր վիճակում։ Ոստիկանության հետ առաջին բախումները սկիզբ առան, երբ Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց երթը Նարդոսի հատվածից անակնկալ ընթացք ստացավ, շարժվելով դեպի վերջին օրերի մյուս թեժ կետը՝ Սարիթաղ։ Ճեղքելով ոստիկանական պատնեշը հազարավոր ցուցարարներ հասան հենց այն բարձունքը, որտեղից երևում է գրավված բարեկապահակային գունդն ու որտեղ անցած շաբաթ սարիթաղցիների ու ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցել։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում էր, խաղաղ հավաք են անցկացնելու, փորձելով այսպես ճնշում բանեցնել իրավապահների վրա, կանխել գնդի ներսում արյունահեղությունը։
Հստակ է մեր որոշումը այստեղ աջակցություն հայտնելն է։ Ներքև չենք իջնում, այսպես էլ մնալու ենք։ Սա ամենամոտ կետն է, որտեղից նաև բարձր է, լսելի է մեր աջակցությունը։ Րոպեներ անց, սակայն մինչ երթի բոլոր մասնակիցները տեղ կհասնեին, խորենացու կողմից հայտնվեցին ոստիկանական առաջին ուժերը, վահաններով ու մահակներով։ Ցուցարարների շարքերից դուրս եկած քաղաքացիական հագուստով անձինք անցան նրանց շարքերը, հանրահավաքի ուղղությամբ քարեր նետվեցին, որոտաց հատուկ միջոցների առաջին պայթյունը։ Առաջին շարքերում մնան բացառապես տղամարդիկ եւ լրագրողները։ Իշխանությունների կողմից ուղարկված սադրիչները իրենց ծև քայլը արեցին, բայց բարեբախտաբար կարողացանք պահել։ Այսինքն դուք տեղեկություն ունեք, որ ոստիկաններն էին դրան քաղաքացիական։ Միջև էդ ասել են ու տղաներն էլ ասեցին, որ անմիջապես մահակները հանեցին շորերի տակից ու սկսեցին խփել։ Հիմա քանի քարերն էին իրենք նետում։ Այո։ Այս բախումից էլ շատ չանցած ոստիկանական պատնեշը շեշտակի առաջ եկավ, ընդհուպ մոտենալով ցուցարարներին։ Բարձրաստիճան իրավապահների Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եւ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ բանակցում էին Լևոն Բարսեղյանն ու Արմեն Մարտիրոսյանը։ Ցուցարարները 5 րոպե վերջնաժամկետ ստացան տարածքն ազատելու համար։ Խնդրում ենք մի քիչ ոստիկանությանը։ Ես Արոյանը չէ։ Հետ կաներ չկա, վեքալեք ժողովրդին գնացեք ոնց բերիք ստեղ։ Ստորությունը վերջնացել մենք չենք եկել այդ տեմպանայնությամբ վիճել, դա չկա ստեղ։ Կանայք երեխեք կան, հանդում են ես, կանայք երեխաներ կան, դե ուրեմն ստեղ ոչ կրան, Բարձացեք այդ հարցը կարգավորեք 5 րոպե։ սպասեք, 5 րոպեով դա չի ուզի ապրել։ Դու կանոնինական հավաքեք անցկացնում, եկել եք կանոնինական չի։ Բանակցություններին միացած падգամավոր Զարուհի Փոստանջյանին Աշոտ Կարապետյանը հրում էր։ Դուք չեք մոտենում եք որ բախում լինի, գնացեք չեք մոտենում, դերս, Սպասի, մեկ։ չմոտենաք դուք, մոտենում եք քանիրով խփեք ձեզ, այդ падգամավորը դու ես, Պարոն Երանոսյան, չկաք մոտենաք, Պարոն Երանոսյան, չմոտենաք ժողովրդին, Հիմա ես ասում եմ, հիմա դուք ստեղ հանգիստ կանգնեք, մենք էլ այնտեղ հանգիստ կանգնենք։ Բանակցեք ու եկեք մարսիլով ստեղ։ Ունեք 5 րոպե ժամանակ։ Պարոն Երանոսյան, դուք ունեք 5 րոպե ժամանակ, հետ գնացեք, 5 րոպե ժամանակ դուք ունեք։ Իսկ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայոյանքներ տվեց падգամավորին։ Միասա դες բաներ, միասա, թուրքը դու ես, դու դավաճանը։ Թուրք Պատգամավորուհի, Սերժը։ Ապա Արմեն Մարտիրոսյանին հրելով անցկացրին ոստիկանական պատնեշից այն կողմ։ Մինչ մյուս ընդդիմադիրները կվերադառնային ցուցարարների մոտ, ոստիկանությունն արդեն նոր թափով շարունակեց հատուկ միջոցների կիրառումը։ Պայթուցիկները հայտնվում էին մարդկանց ոտքերի տակ, բոցավառելով հագուստը, բռնկվեց հարակից տան տանիքը, ծառեր այրվում, իսկ երթը ուժի գործադրմամբ մղվում հետ։ Հակառակ կողմից էլ քաղաքացիական հագուստով, սպորտային կազմվածքով, մահակներ ու մետաղական ձողեր ձեռքերին տղամարդիկ էին բռնություն գործադրում, այդ թվում եւ լրագրողների նկատմամբ։ Մոտ 10 րոպե անց հավաքն արդեն ցաքուցրի վեր եղել Սարիթաղի տարբեր հատվածներում։ Ոստիկանները փողոցներից մարդկանց բերման էին ենթարկում, ահազանգեր կային, որ անգամ մոտակա տներում պատսպարված ցուցարարներն էին դուրս բերվում։ Եվս մի բան, մի րոպե, հա,
Այցել ամբողջ տունը տրաքացրել են։ Ես տանից դուրս չեմ եկել, որովհետև տան մեջ կար 6 սղատ երեխա։ Հիմա երեխաներն էլ են տուն։ Հիմա երեխաներին տանից հանել ենք, որովհետև ամբողջ տունը գազալցված, բայց բոլոր երեխաները ստրեսի մեջ։ Աղջիկս վիրավոր է։ Վերևից ներքև ոտը վիրավոր է։ Բազմաթիվ տեղերով այսպես ծակված։ Այդ ի՞նչ է նշանակում։ Սեփական ժողովրդի հանդեպ ինչ են անում։ Կոտորած։ Այժմ կապ հաստատենք Սարիթաղի տարածքում աշխատող իմ գործընկեր Տաթև Դանիելյանի հետ։ Տաթև, տեղեկություններ կան, որ այդտեղ անջատվել է էլեկտրաէներգիան, արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։ Տաթև, այո, մենք հիմա գտնվում ենք Սարիթաղում, քիչ առաջ այստեղ լսում էինք, թե ինչպես են քաղաքացիները, սարիթաղցիները խոսում այն մասին, որ անջատվել է իրենց էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ես պետք է նշեմ, որ դա խոսքը չի վերաբերում ամբողջ Սարիթաղին, քանի որ երկու տարբեր ենթադրաբար ենթակայաններից են ստացվում էլեկտրաէներգիայի մատակարարումը, մի հատվածն է անջատվել եւ այն մասը, որտեղ հիմա մենք գտնվում ենք, այս թաղամաս, այս փողոցը էլեկտրաէներգիայի մատակարարումից զրկված է։ Ես խոսեցի քիչ առաջ նաև սարիթաղցիների հետ, նրանք նշեցին, որ գազի մատակարարումը վերականգնվել է։ Մենք ցերեկվա ժամերից այստեղ ենք աշխատում։ Ես պիտի նշեմ, որ անընդհատ Սարիթաղը հիշեցնեմ, որ մոտ է գտնվում ԲՊՑ գնդին, եւ այստեղ անընդհատ ժամանակ առ ժամանակ կրակահերթեր են լսվում, պայթյունի ձայներ, անգամ զրահատեխնիկայի աշխատելու ձայն լսեցինք, այնուհետև որոշ հատվածներից Սարիթաղի նաև ծուխն ու ծուխ եւ փոշի երևաց, միայն կարող ենք ենթադրել, թե ինչ է կատարվում ԲՊՑ գնդում, սակայն այն, որ իրավիճակը լարված է եւ անընդհատ լսվում են կրակոցներ ու պայթյուններ, դա փաստ է։ Տաթև։ Շնորհակալություն, իմ գործընկերը աշխատում է Սարիթաղում եւ նորությունների դեպքում մեզ անպայման տեղյակ կպահի։ Այժմ տեղափոխվենք Ազատության հրապարակ։ 3 ոստիկանական բիրտ գործողություններից հետո այսօր մարդիկ դարձյալ հավաքվել են Ազատության հրապարակում։ Այնտեղ է աշխատում իմ գործընկեր Կարլեն Ասլանյանը։ Կարլեն, ինչ է կատարվում այժմ։ Իմ համար դժվար չի կոչարել ծանած և երեխաներն ասեմ տնոց, տուրմենանը տնեն բայց եկեք հանգիստ, որ մտվարկալությունը թույս տան, վերջին որոշեք, գնում եք ծաղալելու կատեշկաները, ես որ բոլոր դիվարը պասեք ալով գնում եք Տաթևիկ, ինչպես տեսնում եք, բավական բազմամարդ է Ազատության հրապարակը, հանրահավաքը մեկնարկեց մոտ 15 րոպե առաջ, մինչև վերջին պահն էլ հայտնի չէր, արդյոք այստեղ հանրահավաք տեղի ունենալու է թե ոչ, քանի որ նախաձեռնող խմբի անդամներից մեծ մասը ձերբակալված է եւ տեղեկություն չկար, ովքեր են վարելու հանրահավաքը կամ արդյոք այն կանալու է թե ոչ, ինչպես ասացի, Տաթևիկ։ Նաև հայտնի է, որ հանրահավաքից ընդամենը մոտ 30 րոպե առաջ բերման է ենթարկվել Վահրամ Պետրոսյանը, նրա մեքենայում են եղել այս հանրահավաքի ձայնային տեխնիկան, բարձրախոսները եւ հաստատ այլ տեխնիկա մոտեցվեց այստեղ։ Այժմ քիչ առաջ Ալբերտ Բաղդասարյանն էր ելույթ ունենում, այս նախաձեռնող խորհրդի անդամ։ Նա պատմական էքսկուրս էր կատարում, ինչը հավաքվածների զայրույթը հարուցեց, նաև հարթակի վրա Թամար Հովհաննիսյանը պահանջեց դադարեցնել ելույթը, Ռուբեն Հաղվերդյանն էր այստեղ, նա նույնպես ասաց, որ անհրաժեշտ է խոսել ըստ էության, քանի որ տեղեկություն կա, որ այս րոպեներին գրոհ է իրականացվում բարեկապահական ծառայության գնդի վրա։ Այստեղ է նաև ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա միանգամից ասաց, որ հարթակ չի բարձրանալու։ Փաշինյանը ասաց, որ երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ կային սխալներ, մարդավարական սխալներ հանրահավաքի կազմակերպիչների գործողություններում։ Ես այժմ առաջարկում եմ դիտել Նիկոլ Փաշինյանի մեզ հետ հարց ու պատասխանից այն հատվածը, երբ ընդդիմադիր պատգամավորն անդրադառնում է ազգային անվտանգության ծառայության քիչ առաջ չէ, ժամը 16-ին տարածած հաղորդագրությանը։
հիշատակեցի Կաթսուն Փաստորեն արդեն բացահայտ ասել է, որ ուժ է գործադրելու եւ արդեն ոստիկանի սպանության մասին։ Եվ ես այսօր էլի ասում եմ, այսօրվա ամենաօպերատիվ խնդիրը ես տեսնում եմ հետեւյալի մեջ, որ քաղաքացին իրենց կեցվածքով եւ ներկայությամբ, այստեղ գիտեք, այսօր նույնիսկ էական չեն թե ինչ որ ելույթներ կհնչեն, թե չեն հնչի, ամենակարևոր խնդիրը քաղաքացին իր ներկայությամբ պետք է ասի, որ չի հանդուրժելու արյունահեղությունը։ Բոլոր կողմերը պետք է իմանան, որ արյունահեղությունը ունենալու է ավելի ծանր հետևանքներ, քան կարող է ընդհանրապես տեղի ունենալ։ Եվ իշխանության համար, եւ նրանց համար, ովքեր ասում են, որ 100 կյանք ես կողմ, 100 կյանք են կողմ։ Մենք դատապարտում ենք այս մոտեցում։ Այո, ուղիղ դատապարտում ենք այս մոտեցում։ Եվ դատապարտում ենք ազգային անվտանգության ծառայության տգետ հայտարարությունը, տգետ եւ հակապետական հայտարարությունը։ Եվ ելի ասում են, որ ազգային անվտանգության ծառայությանը բոլորին զգուշացնում եմ, որ իրենց այդ գործելակերպը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ։ Եվ այո, այդ ամեն ինչը անարձագանք չի մնալ։ Իհարկե դրա հետևանքի ծավալը կախված է ոչ թե մեր, այլ ժողովրդի արձագանքից, բայց ելի ասում եմ, երբ որ մենք տեսնենք, որ պատեհ պահը գա, որ ժողովուրդը իր կամարտահայտմամբ ասի իր կարծիքը եւ որոշում կայացնի Կուտոյանի, Գասպարյանի, Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, եթե մենք տեսնենք, որ կա նման հնարավորություն եւ մենք անելիք ունենք ժողովրդի կամարտահայտումը ապահովելու համար, մենք անպայման այդ գործառույթը իրականացնենք։ Եթե 17 տարեկան երեխայի աչքն են ծխում, ուրեմն դու երբեք կաթողիկոս չես։ Մեր վառած մոմերի հաշվին հայաստացած մուրացկան ես դու։ Այսօր ինձ ասել են, որ Սերժիկը Հայաստանում չի և գտնվում է Բրազիլիայում։ Ես դիմում եմ մեր բոլոր միջազգային իրավագետներին, այդպիսիք կան շատ են, և դուք գիտեք, նրանք խնդրում են, որ դիմեն Բրազիլիայի դեսպանություն և ասեն, որ այդ մարդը չի ներկայացնում հայ ժողովրդին և հայկական պետականությունը։ Թող ընդեղ զվարճանա և մնա ընդեղ, եթե շատ ասիրում։ Զվարճանա, երևի շատ ասիրում։ Մյուսը դարձյալ դիմում են մեր իրավագետներին, միջազգային իրավաբանությամբ զբաղվողներին, դիմել բոլոր այն բանկերին, համաշխարհային բանկ եւ այլ, որոնք սնում են այս ավազակներին, վարկեր են տալիս, եւ այդ վարկերը իրենց տոկոսներով նստում է մեր ազգի վզին, մեր սերունդների վզին, ոչ մի սենթ այլևս վարկ չտան որևէ ծրագրի համար, որովհետև այդ ծրագրերը սուտ են և չեն իրականացնում։ Ես ուզում եմ ասել, ով հայ ժողովուրդ, ես քո ցավը տանեմ, դու նժույգ ժողովուրդ ես, երբեք չի կարելի քեզ ծնկի բերել, այնպես ինչպես Սասնա Ծռերին չի կարելի ծնկի բերել, որովհետև այնպես, ինչպես մեր էպոսի հերոսին հնարավոր չէր ծնկի բերել։ Ես հիմա պարտավորված եմ ինձ զգում հայտարարելու, որ մենք այսօր պիտի երթ ունենանք, եթե չեմ սխալվում, Ալբերտ Բաղդասարյանը արդեն պիտի պայմանավորվի պարոն Օսիպյանի հետ, որպեսզի ես բացրածային ասում եմ բոլոր լրատվամիջոցների օբյեկտիվին նայելով, աշխարհում ոչ մի երկիր չկա, որտեղ ոստիկանությունը լրագրողների հանդեպ բռնություն գործադրի։ Պահանջում եմ պարոն Օսիպյանից, չգիտեմ, Ստեվանենքա երևի,
որ ապահովի բացարձակ ապահով, դա է իրենց գործը, բացարձակ ապահով երթը, երեկվա կատարվածը պիտի աշխարհն իմանա ու տեսնի և գիտի ու տեսել է, և դա այդքան հեշտ չեն մարսելու ոչ Սերժիկը, ոչ էլ իրա կլոուն ոստիկանապետը։ Այս երկիրը, երբ որ նախագահը բացակայում է երկրից, իր լիազորությունները իջնում են բանի վրա, ազգային ժողովի նախագահի վրա։ Մեր ազգային ժողովի նախագահը մարազմատիկ, ուղեղային թմբիրի մեջ տարապող մարդը, ոչ պակաս ուղեղային թմբիրով են տարապում իր երկու արբանյակները, այսինքն փոխնախագահները, և ոչ պակաս ուղեղային թմբիրով է տարապում նաև վարչապետը, որ այս պահին երևի իր դոլարներն է հաշվում, որ ձգի վաճառքից է եկել, ասում եմ, այս երկիրը այսօր չունի իշխանություն, հաստատի չունի իշխանություն և թող միջազգային բոլոր ատյաններին հաղորդեն այդ մասին մեր միջազգային իրավագետները։ Մեր իշխանությունը այսօր մենք ենք և պիտի շատ խնդրեմ, որ բոլորդ լինեք համբերատար, սիրով, ձեռք ձեռքի, ուսուսի, ես ձեր ցավը կանեմ, եթե մենք լավ լինենք, եթե մենք երկու ճակատով չգնանք, մեզ մեկը ես կողմ, մեկը են կողմ, մեկը ես ասի, մեկը են ասի, ես կոտրել չի լինի, սա անկոտրում ժողովուրդը։ Ես ձեր ցավը կանեմ, խնդրում եմ, հանդիստ, խաղաղ կարողանանք այս երթը իրագործել։ Ինձ Ալբերտ Բաղդասարյանն ասեց, որ սա հայտարար է։ Շնորհակալ եմ, ամենայն բարի, կոն առաջ! Հիմա Ալբերտ Բաղդասարյանը գազի երթուղին, Մենք Ազատության հրապարակ դեռ ուղիղ կապ կհաստատենք, այժմ շարունակենք թողարկումը։ ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այս գիշեր ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության և բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով և արժանահավատ հաղորդումներով։ Նշված է այսօր տարածված հայտարարության մեջ։ Դեսպանատունը պատրաստ է նաև պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր կարող են ներգրաված կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար։ Այսօր Ազատության Երևանյան բյուրո կատարած այցի ժամանակ հայտարարել է դեսպան Միլզը։ Դիտենք Ազատության բացառիկ հարցազրույցը դեսպանի հետ։ I just came from visiting two of the courageous journalists who were injured in last night's violence. Ես քիչ առաջ հանդիպել եմ երկու քաջարի լրագրողների հետ, ովքեր վիրավորվել էին գիշերվա իրադարձությունների ժամանակ։ Ես այցելեցի նրանց հիվանդանոցում, որտեղ նրանք բուժօգնություն էին ստանում։ Ցանկանում էի խոսել նրանց հետ, լսել նրանց պատմությունները եւ իմ, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատան խորին մտահոգությունը հայտնել ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների եւ իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների դեմ այս գիշեր ուժի գործադրման մասին արժանահավատ հաղորդումների, ինչպես նաեւ մտահոգիչ տեսանյութերի կապակցությամբ very troubling, but it's particularly troubling when journalists are targeted for excessive violence. Այս ամենը խիստ մտահոգիչ է, առավել եւս երբ անհամաչափ բռնության թիրախ են դառնում լրագրողները, եւ ես շատ ու շատ մտահոգված եմ այս գիշեր տեղի ունեցածով։ Ես այսօր այցելեցի նաեւ Ազատություն ռադիոկայան, հանդիպելու եւ իմ աջակցությունը հայտնելու նրանց թիմին իրենց ջանքերի համար։ Ազատության լրագրողներից մի քանիսը վիրավորվել էին անցած գիշեր, մեկը հոսպիտալացվել էր։ Հույս ունեմ, որ այս երեկո, ինչպես նաեւ հաջորդ օրերին, քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է, կողմերը զսպվածություն կցուցաբերեն։ Խոսքը վերաբերում է իշխանություններին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր իրացնում են խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքը։ Everyone who is exercising their constitutional right. Դա իմ կարծիքով ծայրաստիճան կարևոր է։ Նույնքան կարևոր է նաև երեք գիշեր տեղի ունեցած իրադարձությունների լիակատար հետաքննության անցկացումը։
Ես ողջունում եմ այդ օրինակ հետաքննություն անցկացնելու մասին օմբուդսմենի կոչը, ինչպես նաև նրա ջանքերն ուղղված տեղեկատվության եւ փաստերի հավաքմանը, որպեսզի հնարավոր լինի այդ տվյալները տրամադրել համապատասխան մարմիններին։ Գիշերվա իրադարձություններից հետո ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է որոշակի քայլեր իրականացնել, քանի որ մենք տիրապետում ենք որոշակի մեխանիզմների, որոնք թույլ են տալիս արգելել ամերիկյան ֆինանսավորմամբ ծրագրերում եւ միջոցառումներում այնպիսի անձանց ընդգրկումը, ովքեր հետաքննության, ինչպես նաև արժանահավատ անկախ հաղորդումների միջոցով ձեռք բերված տեղեկությունների համաձայն կարող են ներգրաված լինել կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար, եւ մենք կհավաստիանանք, որ դա տեղի կունենա։ Գիշերվա դրամատիկ իրադարձություններից հետո ձերբակալվել են վերջին օրերի հանրահավաքների նախաձեռնող խմբի անդամները։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անդրեաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը անկարգություն հրահրելու կասկածանքով են ձերբակալվել։ Դավիթ Սանասարյանին 3 երկար ժամանակ փորձում էին բերման ենթարկել հենց հիվանդանոցից ուշագնաց վիճակում։ Մեղադրանք է առաջադրվել հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանին։ Երեկվա իրադարձությունների արդյունքում նաև տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Կեսգիշերից ճաղերի ետևում են երեկվա երթն առաջնորդողներից Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամներ Անդրեաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը։ Երեքին էլ ձերբակալել են զանգվածային բեկորները Կեսգիշերից ճաղերի ետևում են երեկվա երթն առաջնորդողներից Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամներ Անդրեաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը։ Երեքին էլ ձերբակալել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովանիսյանը սակայն պնդում է, իր պաշտպանյալը եւ մյուսները երեք ոչ միայն զանգվածային անկարգություն չեն կազմակերպել, այլև հակառակը փորձել են հանդարտեցնել իրավիճակը։ Նույնիսկ ասենց ասեմ, զանգվածային անկարգություն քաղաքացիների կողմից չի եղել այնտեղ, որ մի հոգել իբր Արմենը կազմակերպի։ Ոստիկանությունն էր, եթե կադրերը նայում ենք, նաև ձեր կադրերը նայելով, ոստիկանությունը հարձակում կատարեց քաղաքացիների։ Արմեն Մարտիրոսյանը կանգնած էր, խոսում էր, չի հրահրում, նույնիսկ առավել եւս նույնիսկ ասեմ ընդհակառակ ինքը միջոցներ է ձեռնարկում, որ բախումներ չլինեն ընդհանրապես։ Ժամեր առաջ ընդդիմադիր գործչին հանդիպած փաստաբանն ասում է, ինքը Արմեն Մարտիրոսյանը այս ամենը քաղաքական հետապնդում է համարում, նկատելով իրեն ոստիկանները տարան այն պահին, երբ փորձում էր բանակցել իրավապահների հետ հետագա անելիքների շուրջ։ Ես ոստիկանության աշխատակիցների գործողություններում օրինական ոչինչ չեմ տեսնում, այսինքն մարդու հետ խոսում եք, ներս եք մտնում ու այնտեղից իբր ոնց որ առևանգում են մարդուն, կանգնած է մարդ, եք տանում, ուր եք տանում, ինչի համար ասենք թե, ինչ արել։ Փաստաբանի խոսքով առևանգում էր հիշեցնում նաև 3 կեսգիշերից հետո բժշկական կենտրոնից Դավիթ Սանասարյանին բերման ենթարկելը, ով Սարիթաղի բախումից հետո հիվանդանոց էր ուղեկցել վիրավոր հորը։ Սանասարյանի մայրը պատմում է, ընդամենը օրեր առաջ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված որդուն քաղաքացիական հագուստով անձինք հրավիրեցին բաժին, վերջինս ծանուցագիր պահանջեց, ապա նրան սկսեցին քաշքշել, ինչի հետևանքով Դավիթ Սանասարյանը կորցրել է գիտակցությունը։ Ինքը ցնցում է ստացել, ինքը դեռ պետք է բժշկի գնար, դեռ ժամանակ չունեցավ, որ մի հատ նորմալ ստուգվեր երեխան։ Գլուխը ցավում է իր անընդհատ։ Սա էլ հետևանքեր երևի քաշքշեցին, երեկվա այդ լարված վիճակից ուշագնաց եղավ։ Քչեցին գետին իրենք չկարողացան պահել իրանք, 4 հոգով չկարողացան պահել։ Գիտակցությունը կորցրած Սանասարյանին ոստիկանների խումբը եւ որոշ բուժաշխատողներ ասացին ուղեկցում են վերակենդանացման բաժին, բայց ըստ Լարիսա Մխեյանի այդպես չեղավ։ Թվաց թե իրենք էլ իրեն իջացրել են վերակենդան, մենք հավատացինք իրենց, բայց երևի առաջի հարկ են իջեցել ու այնտեղից միանգամից տարել են։ Անդրեաս Ղուկասյանի կինը ճարտարապետ Անահիտ Թարխանյանը երեկ եւս հիվանդանոցներում է փնտրել ամուսնուն եւ միայն այսօր տեղեկացել, որ նա ձերբակալվածների շարքում է։ Թարխանյանն ամուսնուն ճաղերի ետևում պահելը քաղաքական հալածանք է համարում։ Ցանկացած մարդու նկատմամբ, լինի դա Անդրեաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, կամ մեր քաղաքացին, ում որ մեղադրեն այդ հոդվածով, ինձ համար դա անհեթեթություն է, որտեղ զանգվածային անկարգությունները դա գույք վառել, դա մարդկանց վնասել, ինչ որ հարվածել։ Ես տեսնում եմ, որ դա ավելի շուտ վերաբերվում է ոստիկանությանը։ Եվ թեև վստահ է, որ Անդրեաս Ղուկասյանը եւ մյուսները անկարգություններ չեն արել, այնուամենայնիվ մտավախություն ունի, որ նրանք կարող են կալանավորվել։
տեսնելով թե ինչպիսի ուղղություն է վերցված ընդհանրապես քաղաքական եւ դաշտում, իհարկե ամենավատ զարգացումներն էլ հնարավոր են եւ շատ մտահոգ ենք այդ պատճառով։ Ոստիկանությունը երեկուշ երեկոյան եւ կեսգիշերն անց Սարիթաղից եւ Խորենացի փողոցից բերման է ենթարկել 165 քաղաքացու։ Նրանցից 23-ը ձերբակալվել են զանգվածային անկարգության կասկածանքով։ Կեսգիշերին Էրեբունի և Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկար։ Տապօգնությունը նորանոր վիրավորների էր բերում, մարդիկ հավաքվել էին տեղեկություն ստանալու իրենց հարազատների մասին, ում հետ ոստիկանական գործողությունների ընթացքում կապը կորել էր։ Կան վիրավորների շրջանում կան նաև ծանր վիճակով վիրավորներ, 17-ամյա պատանին զրկվել է աչքից, նա անգամ ցույցերի մասնակիցներից չէր։ Երեք Սարիթաղում ոստիկանների հետ բախումներից տուժած 16-ամյա Սայաթ Հարությունյանի ձախ աչքը հեռացրել են։ Այսօր առավոտյան Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ազատությանն ասաց տղայի հորեղբայրը Կարո Հարությունյանը։ Աչքը հեռացրին։ Ձախ աչքը հեռացրին, բժիշկը ասաց, որ լրիվ պայթած էր, հնարավոր չէ բոլորովին։ Ընդհանրապես ներքին հարմարություն կար, ասաց, եթե մենք թողնեինք շտապ չանեինք այդ բոլորը, երեխայի մյուս աչքն կվնասվեր։ Ամեն ինչ արեցինք, ասում եմ, որ գոնե պրոթեզավորման համար եւ մյուս աչքը պահպանելու համար։ Եղբոր տղայի առողջության մասին լուրերի սպասող Կարո Հարությունյանը հուզված պատմում էր, որ տղան կապ չուներ երեկվա բախումների հետ։ Վարդենիսում ապրող երիտասարդը Երևան էր եկել հորեղբորը տեսնելու։ Սարիթաղ տանող ճանապարհով ոտքով բարձրանալիս է եղել, երբ լուսաձայնային նռնակների պայթյունից առաջացած բեկորներն ընկել են տղայի վրա։ Երեխան զանգեց աղբորը տղայիս, ասաց շտապ արի մասիվի հիվանդանոց նորքի մասիվի։ Ես էլ ասեմ մենակ ես գնաց հաստատ կռիվ արել էլի գյուղ երեխա եկելա քաղաքացիների հետ հակելա ես էլ ասի մենակ մի գնա թեկուզ կռիվնի դու մի ջահել դու ես գնաս ավելորդ բանկ ստեղծի։ Գետնին տապալվելուց հետո Սայադը հազիվ է հասցրել եղբորը զանգահարել, հետո շտապօգնության մեքենայով Սարիթաղի բնակիչները նրան հասցրել են հիվանդանոց։ Գնացի հարցրի, ասես ինչ է եղել, որտեղ եղել, ընդունարան։ Ասեց Հարությունյան Սայադի աչքը վնասվել է, ցույցերի ժամանակ այդ որ կրակել են, ինչ չգիտեմ ինչ են կրակում դրանք։ Հետո երեխան ինքն պատմեց, որ ասում է պատժան բան պայթեց ու ես ընկա։ Ասում է ուզում են դուբին կոծեցել ինձ, բայց չեն ծեցել։ Հետո հայ երեխեք են եղել, մեքենա են կանգնացրել, որ երեխուն բերել։ Մեքենան երևի շտապել է նեղ փողոցները, խփել է ուրիշ մեքենայի, վթարվել է։ Հետո ոտքով քայլեն, ասում է սկորի հանդիպեց, իսկ նստեցին սկորի բերեցին։ Երեք Սարիթաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների հետ բախումներից հիվանդանոցներ տեղափոխվեց ավելի քան 60 քաղաքացի։ Նրանց կեսն արդեն այսօր դուրս է գրվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, շեշտելով, թե չի կարող ասել, թե ստացված վնասվածքները ինչից են առաջացել։ Ըստ բժշկի գիշերը հիվանդանոց տեղափոխված հիվանդների մոտ արկա է եղել վերջույթների գլխի վնասվածքներ։ Այդ բոլոր հիվանդները եւ վերակենդանացման եւ տրավմայի եւ նեյրոխիրուրգիան վիճակները բավարար են, կայուն վիճակ։ Հիվանդներին պահում ենք մինչեւ 2 շաբթի, 3 շաբթի հսկողության տակունա, որպեսզի այլ վիճակների չհանդիպենք։ Կայուն վիճակ, գիտակցությունները բարձ կոնտակտի մեջ մտնում են, խոսում են եւ այլն։ Սարիթաղի եւ Խորենացի փողոցի բախումներից հետո ուժ գիշերին Գրիգոր Լուսավորիչ եւ Էրեբունի բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները զայրացած պատմում էին, քննադատելով ոստիկանների գործողությունները, անզեն քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու ծեծի ենթարկելու համար։ Աղջիկս վիրավոր է։ Վերևից ներքև ոտը վիրավոր է։ Բազմաթիվ տեղերով այսպես ծակված։ Այդ ի՞նչ է նշանակում։ Սեփական ժողովրդի հանդեպ ինչ են անում։ Պրովոկացիայի հետ մասնակցում։ Հա, ով է դասել համար ժողովրդին ռմբակոց են։ Այ քեզ բան։ Ակտիվիստ Դավիթ Սանասարյանով հիվանդանոց էր բերել վիրավոր հորը, ազատության հետ զրույցից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բերման ենթարկվեց։ Ասել խոսալու բանկա, ասեց հիմա իմ հոր մոտ եմ ուզում մնամ, ինքը լավ չի։ Գնացեք հետո ծանցակեք վերեք ես գա։ Շուտով ես ասեց ներկայացեք ով եք, ոչ բան չներկայացնում։ Դուրս էին կանչում, ուղղակի դուրս էին հրավիրում, ասեց ես հիմա ոչինչ չունեմ։
Ասեց ես գիտեմ ինչի համար տանում եք, որ գողանաք ինձ։ Ու սկսեցին քաշքշել։ Քաշքշելից վատացավ։ Հիվանդանոցներ եկած քաղաքացիները դժգոհում էին երեկվա կատարվածից։ Սարիթաղի մի բնակչուհի ասում էր, որ տանը նստած են եղել, երբ տունը այրվել էր։ Այս փողոցի վրայի տունն է, հիմա ամբողջ տունը տրափեց։ Ես չգիտեմ ոստիկանն է արել, ով է գցել, բայց գցել ամբողջ տունը տրաքացրել է։ Ես տանից դուրս չեմ եկել, որովհետև տան մեջ կար 6 սաղատ երեխա։ Հիմա երեխաներն էլ են տուն։ Հիմա երեխաներին տանից հանել ենք, որովհետև ամբողջ տունը գազալցված, բայց բոլոր երեխաները ստրեսի մեջ։ Հիմա դուք ում համար եք եկել ես։ Իմ եղբայրը մորս համար, վնասվածքներով։ Երեք հիվանդանոց է տարվել նաև հրազենային վիրավորում ստացված մի ոստիկան, թե ինչ հանգամանքներում է ոստիկանը վիրավորվել, առայժմ միայն ոստիկանական հայտարարություն կա, ըստ որի երբ ցուցարարները երեք փորձել են Սարիթաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն եւ ճեղքել պատնեշը, ՊՊՑ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով ըստ նախնական տվյալների հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարիթաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ, ասված է ոստիկանության հայտարարության մեջ։ Երեք սակայն հիվանդանոցում հրազենային վնասվածք ստացած միայն մեկ ոստիկանի մասին հայտնի դարձավ, իսկ Սասնա ծռեր խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Լամբարյանի եւ Արթուր Մելքոնյանի վիրավորվելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։ Այժմ առաջարկում եմ լսել Էրեբունի հիվանդանոցի բժշկի հետ հարցազրույցից մի հատված։ Ըստ հերթականության առաջինը դա Լամբարյանն է, որը երեք վիրահատվել է, բերվել է ՊՊՑ-ի տարածքից, վիրահատությունը նորմալ է անցել, առավոտյան ինքը անջատվել է արհեստական սարքից, հիմա գտնվում է գիտակցության մեջ, մենք իր վիճակը կայուն ենք գնահատում, երեկվանից հետո զգալի դրական տեղաշարժով։ Երկրորդ հիվանդը բավականին ծանր հիվանդ է, որովայնի հրազենային վնասվածքով ոստիկան է, որին երեք մենք անհապաղ վիրահատություն ենք կատարել որովայնի վրա եւ այնտեղ վնասում կար հաստ աղիքի սիգմաձև աղիքի վնասում, վիրահատությունը հարթ անց է։ Նույնպես հիվանդը առավոտյան անջատվել է արհեստական շնչառության սարքից, հիմա գտնվում է ծանր կայուն վիճակում։ Պարոն տեսակցել են հարազատները հիվանդներին։ Ես ճիշտ ասած չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չգիտեմ տեսակցել են թե ոչ։ Այսինքն այդ արգելքը դրված է ոստիկանների կողմից, դեռևս թե միայն դա ՊՊՑ գնդի։ Մենակ ՊՊՑ գնդին է վերաբերվում վերակենդան։ Այո, երեք ինքը իր վիճակը բավարար էր եւ երեք իրան տեղափոխել են կալանավորների հիվանդանոց։ Ոստիկանական երեկվա գործողությունների, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձանց թիրախում նաև լրագրողներն էին։ Տուժել են Ազատություն ռադիոկայանի, Ամեկ Պլյուսի եւ այլ լրատվամիջոցների նկարահանող խմբերը, տեղից ուղիղ եթերն ընդհատվել է։ Դատախազությունում գործ է հարուցվել լրագրողների դեմ բռնությունների փաստով, սակայն լրագրողական կազմակերպությունները թերահավատ են, որ մեղավորները կպատժվեն։ Բեկորները մտել են ոտքերիս մեջ 14 լրագրող է տուժել գիշերը Սարիթաղի եւ Խորենացի փողոցում ոստիկանների հետ բախումների հետևանքով։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով նրանցից շատերը տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տուժած լրագրողների շարքում են նաեւ Ազատության թղթակիցներ Կարլեն Ասլանյանը, Հովանես Մովսիսյանը եւ օպերատոր Գարիկ Հարությունյանը։ Ազատության լրագրողներից հիվանդանոց էր տեղափոխվել Հովանես Մովսիսյանն, ով արդեն դուրս է գրվել։ Այսօր առավոտյան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվեցին Ռուսական Life News-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը եւ Ամեկ Պլյուսի լրագրող Ռոբերտ Անանյանը։ Ռոբերտը կարծում է, Սարիթաղում ոստիկանական գործողությունները թիրախավորված էին, ուժև հատուկ միջոցներ գործադրած ոստիկանները լրագրողներին հորդորել էին այլ տարածք տեղափոխվել, բայց փաստորեն թիրախ ընտրեցին նաեւ մեզ, ասում է լրագրողը։ Բայց զավեշտալին այն է, որ պայթյունների կիզակետը հենց այն տարածքն էր, որտեղ առանձնացան լրագրողները։ Իմ տպավորությունն այն էր, որ ուզում էին հավաքել լրագրողներին եւ չեզոքացնել։ Լուսաձայնային նռնակի պայթյունի բեկորներից վնասվել են Ռոբերտի ոտքերը, կապտուկ կան նաև ձախ թևի վրա։ Հիշում է, որ մեկը մյուսին հաջորդող պայթյուններից փորձել են փախչել։ Օգնության են հասել Սարիթաղի բնակիչներն ու արդեն վիրավոր լրագրողին առաջարկել տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին սակայն ոստիկանները կանգնեցրել են մեքենան, ծեծել թե Ռոբերտին եւ օպերատորին, թե նրանց օգնած քաղաքացիներին, վերջիներից բերման ենթարկել։
Պես դուրս են գալի, ներագրողներից ենք։ Դուք ով եք բա։ Ներագրողներ են։ Ինչի ասում է։ Լրագրողներ են։ Լիճը բեջը տնա։ Հեսա նայ։ Մյուսները։ Մարդիկ են քաղաքացիները։ Լիճը ցեք սաղի։ Մեր տեխնիկական անձնակազմն է այստեղ։ Այն իջացրեք։ Ռոբերտի հետ նույն հիվանդասենյակում պարկած Life News-ի օպերատոր Տիգրան Գասպարյանի տեսախցիկը դեպքի վայրից անհետացել է։ Մենք մինչև գնում էինք այդտեղ, արդեն այդ հատուկ միջոցները, ոնց որ ասում են ոստիկանները տրակեցին այդտեղ։ Երկու հատը հենց այնտեղ, որտեղ մեկը տրակեց հենց իմ վրա, ես սպասում էի, որ նու կանգնեց, որտեղ շարունակեցի առաջ երկրորդը։ Ու մինչև մենք այդ պատի տակ կանգնած, սպարվում ենք ու հացած երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Հետո ես գասի, որ նորը չեմ կարող կխայել։ Տուժել են նաև առաջինայեմի լրագրողներ Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը։ Վերջին, որ ասաց 5 րոպե ժամանակ ենք տալի, հատուկ գործողություն ենք իրականացնելու, այդ պայթուցիկները, որ սկսեցին գցել, մեկը կպավ ոտս։ Գիտեմ ոտս, թե շրջակայքում ամեն դեպքում ոտս։ Գլխավոր դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել, գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ Մինչդեռ լրագրողական կազմակերպություններն այսօր տարածած հայտարարությունում նշում են, որ անիմաստ են համարում որևէ բան պահանջելու ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից, հայտարարելով, որ իրենց իրավունք են վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ իրենց հայտարարություններն ու հորդորները առ այսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելավոճում որևէ փոփոխություն չկա։ Այդ նպատակաուղղված գործողությունները արդեն ակնհայտ են եւ ես կարծում եմ, որ ոստիկանական ուժերը ինքնագլուխ չեն անում, դա ուղիղ հրահանգ է նաեւ կամ համենայն դեպս դա շատ դուր է գալիս նաեւ իշխող քաղաքական վերնախավին եւ այս պարագայում ուղղակի անելանելի վիճակ է ստեղծում լրագրողների եւ լրատվամիջոցների համար։ 11 լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ հաշվի առնելով անցյալի փորձը, երբ այդպես էլ չբացահայտվեցին լրագրողի վրա ձեռք բարձրացրած անձիկ, որևէ ակնկալիք չունեն մեղավորներին պատժելու հարցում։ Երեկվա ոստիկանական բիրտ գործողություններից հետո էլ իշխող հանրապետական կուսակցությունը որևէ հայտարարություն չի արել իրավիճակի մասին։ Այսօր բանտից հայտարարություն է տարածել Նոր Հայաստան շարժման ղեկավար ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, շեշտելով, որ Սասնա Ծռեր ջոկատը վայր կդնի զենքը միայն, եթե ինքը հանդիպի նախ նրանց, ապա նախագահ Սերժ Սարգսյանին։ Սասնա Ծռեր խմբի անդամները զենքերը վայր կդնեն միայն այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի նախ նրանց հետ, հետո էլ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր այս մասին հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Սեֆիլյանը հայտարարել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ։ Անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված եւ հարգված անձինք են։ Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո եւ փոխանցել, որ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ եւ իր մեջ։ Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է։ Այս մասին ըստ հիմնադիր խորհրդարանի հայտարարել է կալանավորված ազատամարտիկը, պնդելով զինված խմբին հանդիպելու իր պայմանը։ Շենք-շինություններ գրավելու մտադրությամբ զինված խմբեր ձևավորելու մեջ մեղադրվող Սեֆիլյանն իր հայտարարությունը եզրափակում է ասելով, որ չնայած իշխանությունները համաձայնության չեն գալիս եւ քաղաքացիների դեմ անողոք մեթոդներ են կիրառում, այդուհանդերձ ինքը շարունակում է մնալ բաց գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը։ Սեֆիլյանի հայտարարության վերաբերյալ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Երեկ ուշ գիշեր Սարիթաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների ու քաղաքացիների բախումներից հետո Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Դատապարտելի է։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները շատ արագ պետք է քրեական հետապնդում իրականացնեն բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, ովքեր բռնություն են կիրառել լրագրողների հանդեպ
Սա որևէ կերպ, սա ես խոսում եմ հիմա լրագրողների մասին, սա որևէ կերպ չի ուժեղացնում ժողովրդավարությունը եւ մեր պետությունը, մեր պետականության հիմքերը, այս հասկացվածության մթնոլորտը, այս իրավիճակը շուտ րոպե առաջ պետք է իր խաղաղանոցալությունը ստանա եւ որ Հայաստանում հայ արյուն չպետք է տա։ Սա ես կարող եմ ասել։ Զենքի բռնության իրարմամբ կապ չունի ում կողմից ոստիկանության ցուցարարների կամ ապստամբների կամ մյուսների ինգերողների պատգամավորների սա պետականությունը առաջ տանելու ճիշտ ճանապարհ չէ, սա իմ կարծիքն է։ Այսօր հայտարարություն է տարածել նաև իշխանության մաս կազմող Դաշնակցություն կուսակցությունը կոչ անելով բացառել բռնությունները եւ գործընթացը տեղափոխել իրավական օրինական դաշտ։ Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին եւ անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակը արմատապես վերափոխելու ուղղությամբ։ Խաղաղանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ օրինական մեթոդներից եւ ծայրահեղական քայլերից, իսկ իշխանությունը պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը եւ ժողովրդի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու հասարակական կյանքը բնականon հուն վերադարձնելու համար, հայտարարությունը եզրափակում է իշխանության մաս կազմող քաղաքական ուժը։ Ընդդիմադիր ժառանգություն կուսակցությունը երեկվա դեպքերից հետո հայտարարել է, այնինչ տեղի ունեցավ անցած գիշերը կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր։ Հայտարարություն է տարածել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած նորաստեղծ համախմբում կուսակցությունը դատապարտելով քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ վայրագ գործողությունները։ Տարակուսանք հայտնելով, որ առաջիններից մեկը հարձակման են ենթարկվել հանդարտության կոչեր անող կազմակերպիչները, կուսակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին։ Վստահություն հայտնելով, որ ապակայունացման գործընթացը լրջորեն կազդի Հայաստանի թե ներքին թե արտաքին քաղաքական գործընթացների վրա, կուսակցությունը կոչ է անում քաղաքական ուժերին համատեղել ջանքերը դուրս գալու լրջագույն ճգնաժամից։ Քաղաքացիների նաև լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները այսօր դատապարտել են նաև ԲՀԿ, ՀՀՇ, Ժողովրդավարական հայրենիք, Հայկական վերածնունդ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունները կոչ անելով իշխանություններին իրավիճակը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով։ Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ Էրեբունի վարչական շրջանում եւ հարակից փողոցներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է։ Քաղաքապետարանը այս արգելքը բացատրում է այն հանգամանքով, որ հավաքների ազատության մասին օրենքին համապատասխան վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել եւ հավաքն անցկացնելու վերաբերյալ իգիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել։ Քաղաքապետարանը նաեւ հայտնում է, որ է մարդկանց կյանքին եւ առողջությանը անմիջականորեն սպառնացող իրական վտանգ։ Սա քաղաքապետարանի քիչ առաջ տարածած հայտարարությունն էր, այժմ առաջարկում եմ ուղիղ կապ հաստատել Խորենացի փողոցում աշխատող իմ գործընկեր Արտակ Համբարձումյանի հետ։ Արտակ, ինչ է կատարվում։ Խորենացում հիմա հարաբերական այսպես հանգստություն է, բայց օդում զգացվում է առկա լարվածությունը, թե բարձրաստիճան ոստիկաններին տեսնելով այստեղ, շուրջ 30 րոպե առաջ շատ ուժեղ պայթյունի ձայն մենք լսեցինք գրավյալ ՊՊՑ գնդին հարակից տարածքից, ամենայն դեպս այդ կողմից էր գալիս, մինչ այդ էլ հիշեցնեմ, շուրջ 1 ժամ առաջ մենք 3 բավականին ուժեղ պայթյունների ձայներ լսեցինք, բայց այս վերջինը ամենաուժեղն էր եւ դրանից հետո կարծես թե որևէ բան տեղի չէր ունեցել, միայն էլեկտրականությունը վերականգնվեց այս տարածքում, բավականին երկար ժամանակ այստեղ հոսանքն անջատված էր եւ հավաքված մի քանի քաղաքացիները խոսում էին, որ գուցե այստեղ լինի երեկվա Սարիթաղի սցենարը, երբ ոստիկանները հարձակվեցին, նաև լրագրողներին ծեծի ենթարկեցին եւ այդ հոսանքի, այսինքն լույսի բացակայությունը նմանատիպ մտահոգություններ էր առաջացնում, բայց այն վերականգնվել է արդեն եւ միայն պարբերաբար լսվող այս կրակոցները եւ պայթյունների ձայներն են, որ այսպես անհանգստություն են առաջացնում, բայց կրկնեմ, հիմա կարծես թե հանգիստ է վերջին 10-15 րոպեներին որևէ ձայն չենք լսել վերջին այդ ուժեղ պայթյունից հետո։ Ոստիկանների շարքերում էլ հիմա
առանձնապես ակտիվություն չենք տեսնում, նախորդ օրերին, երբ այստեղ հավաքներ էին հրավիրվում, այս ժամերին արդեն հատուկ միջոցներով զինված, այսինքն վահաններով, մահակներով, այդ գլխարկներով զինված ոստիկանները արդեն պատկազմած էին լինում, այսօր նրանք դեռ չկան այստեղ, հետևի շարքերում կանգնած են, ըստ էության հրահանգի են սպասում, երբ պատկազմեն, բայց դեռևս հավանաբար սպասում են Ազատության հրապարակից տեղեկությունների, արդյոք երթը կշարժվի այստեղ թե ոչ։ Եվ թերևս այս պահին այսքանը մենք տեսնում ենք ճանապարհային ոստիկանության պետի մեքենան, որը քիչ առաջ էր դուրս եկել եւ հիմա էլ հետ վերադարձավ, այստեղ նաեւ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն է, նաև փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին էինք տեսել, հիմնականում նրանք են այստեղ համակարգում ոստիկանների գործողությունները։ Այս պահին այսքանը, սպասենք, եթե նորից լինենք կրակոցների կամ պայթյունների ձայներ, մենք կվերադառնանք Խորենացի։ Շնորհակալություն Արտակ, Արտակ Համբարձումյանը աշխատում է Խորենացի փողոցում, այժմ տեղափոխվենք Ազատության հրապարակ, որտեղ արդեն մեկնարկել է այսօրվա հանրավաքը, այնտեղ աշխատում է իմ գործընկեր Կարլեն Ասլանյանը։ Ես ամեն օր պարտվում եմ, անգամ օլիգարխն է ոտքի բերում։ Ես հիմա իմ առաջարկը, իմ ընկերների հետ միասին կանեմ ժողովուրդ։ Ամսի 21-ին ծեց եմ կերել, ամսի 21-ին վիրավորվել եմ, միջև հիմա այստեղ եմ, երեկել եմ, տեսել ինչ ակատարվում։ Հիմա ես առաջարկում եմ, որպեսի բոլորով երթ անենք փոքր կենտրոնով, հավաքագրենք մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր են։ Գիտեք, մենք բերում եմ ուզում անել։ Գարեգին Նժդեհը ասել է, չկա մի հրեշ, որ կարողանա գերազանցել անհայրենասերին։ Այն մարդը, որը հոգեբանորեն անտարբեր է իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ, նա հրեշ է։ Ես եկել եմ պայքարել հրեշների դեմ։ Պայքարում ենք հրեշների դեմ։ Առաջարկում եմ երթ կազմակերպենք փոքր կենտրոնով եւ միևնույն ժամանակ տարբեր խաչմերուկներում նստացույց անել։ Այդպիսով մենք մեր խաղաղ բողոքը կներկայացնենք եւ այդպիսով մենք կփրկենք իրադարձությունը։ Ես էլ չեմ ուզում, որ իմ նման երիտասարդները ծեծ ուտեն։ Ես էլ չեմ ուզում, որպեսզի մի քանի մարդ մեր փոխարեն որոշում կայացնի։ Ես առաջարկս արեցի, եթե համաձայն եք, ասեք այո։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ կարելի է ասեմ։ Բարև այն ժողովուրդ։ Այն ժողովուրդ, այստեղ հավաքվել է այն ժողովուրդը։ Բարև էկրանների մոտ գտնվող զանգված։ Դիմում եմ ձեզ։ Երեք տեղի ունեցավ սարսափելի բան։ Այս ժողովրդի վրա կրակ է արձակվել։ Հայ ժողովրդի արյուն է թափել երեք։ Ուրեմն հեռուստացույցի մոտի մարդիկ։ Հայ ժողովրդի արյուն թափել են։ Մի վարկան, հայ ժողովրդի արյուն թափել են թշնամիները։ Երեք հայ ժողովրդի արյուն թափել է Սերժ Սարգսյանը, այսինքն Ազգի Դավաճյանը։ Էկրանների մոտ հասկացեք, դուք թշնամի եք, թե Ազգի Դավաճան եք։ Եթե այսօր դուք այստեղ չեք, դուք թշնամի եք, կամ Ազգի Դավաճան եք, դա միանշանակ է։ Այստեղ պետք է հավաքվի ամբողջ հայ ժողովուրդը, ովքեր հոգ են տանում իրենց կողակիցի համար, իրենց բարեկամի և երեխաների համար, հանուն զոհված ոստիկանների, նրանք չպետք է զոհվեն, հանուն մեր վիրավոր ազնվագույն հերոսների, հանուն վիրավոր անմեղ աղջիկների, տղաների, երեխաների, որոնց տուն երեք նռնակ են գցել, որոնց տուն երեք զենքով են մտել, ձեր տուն այսօր զենքով են մտել, հավաքվեք այստեղ,
եւ ռեժիմին վերջ ենք տալու։ Առանց արյան։ Հայրում ենք, թե նստում ենք, էական չի։ Կհայտարարեն արդեն հանձնաժողովը։ Շնորհակալություն։ Խոսելու ժամանակը չի, պայքարը Հիմա ժողովուրդ, եթե մենք երկար խոսենք, կամաց մարդիկ կհոգնեն ու կգենանք ստացվում որ խոսում ենք, որ հոգնեցնենք։ Հիմա այնտեղ լրություն է, կրակոցները դադարել են, ամենավերջի ինվորմացիան կրակոցները դադարել են, բոլորս իրար հետ համոզված ենք, բոլորս գծվենք այստեղ, բոլորս իրար քաղաքի որ մասում ուզում է գնալ, ուզի խորոնացին լինի, ուզի հրապարակ լինի, ուզի կոմիտաս լինի, Սերժ Սարգսյանը ամեն ինչը հետում է ուտեք կտեսնի, որ իրա վերջը եկել է, ու կարևոր չի ուրգնում, կարևորը մենք կարողանենք բախումներից խուսափել և նրա աչքը տեսնի, որ ժողովուրդը միասնական է։ Այդ պատճառով ես իմ վրա եմ վերցնում որոշումը և հիմա հայտարարում եմ։ Երբ ենք սկսում ենք, դուրս են գալիս պրոսպեկտը փակել ենք, գնում ենք հրապարակը փակում ենք։ Մինչև հրապարակը կորոշենք հրապարակից հետո ոնց ենք շարժվելու։ Ուրեմն խնդրում եմ, այստեղից ամեն խոսքի պատասխանատուն ես եմ։ Կողքից ով ինչ ուզում է ասի թող ինքը անի։ Մենք պետք է սխալվել ենք, միասին սխալվենք։ Ճիշտ ճանապարհով միասին պետք է գնանք։ Միասին ենք ուժ ներկայացնում։ Ուրեմն մենք այսօր Դամոկլես սուր ենք կախում Սերժի գլխին։ Ասում ենք Սերժ, տեսնում ես այս ժողովրդին, երեք չվախեցրիր։ Վաղը ավելի շատ ենք լինելու։ Եվ եթե այստեղ վաղը ես էլ չլինեմ այստեղ, այս երիտասարդները կարգին տղերք էին, ես կասկածում էի։ Թող իրենք գան եւ ղեկավարեն։ Ուրեմն հիմա միասին այս կողքով հասնում ենք Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցով հրապարակ, այդ ընթացքում կորոշենք հետագան ինչ անենք։ Խզմալյանի խոստը աշխարհարչակ մարդն է, խոստը Տիգրան ջան, ես քեզանից նեղացած եմ։ Դու խորհրդի անդամ ես, մի օր չես եկել։ Ես այսօր մենակ եմ մնացել, ոչ մի դեպք տղանի միկրոֆոնը փակի, փչանա։ Հայտարարի, որ իմանաս ինչի համար Իսկ ես իսուր տողով, ես միլիցիայում իսուր տող, ես անում էի։ Ինչու ես հիմա, Տիգրան Խզմալյանը կինոռեժիսոր ցանկանում էր ելույթ ունենալ, սակայն ըստ էության նրա հնարավորությունը չտրվեց եւ վիճաբանությունը Ալբերտ Բաղդասարյանի հետ ներողություն դրա շուրջ էր եւ այժմ հայտարարվեց, որ երթ է տեղի ունենալու մինչեւ Հանրապետության հրապարակ, այնտեղից թե ուր կշարունակվի բողոքի ակցիան, ասացին կորոշեն տեղում։ Իրքան Ռուբեն Հաղթերյանը եւ դերասանուհի Համար Հովհաննիսյանը ելույթ ունեցան այսօրվա հանրահավաքում եւ երկու երիտասարդներ նաեւ ձայն խնդրեցին, որոնք եւս առաջարկում էին երթ անցկացնել։ Նախաձեռնող խմբի անդամների մեծ մասը հիշեցնեմ անազատության մեջ է եւ որոշում կայացնելու այդ պատասխանատվությունը Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ վերցնում է իր վրա։
Եվ այժմ մեկնարկում է երթը Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոց, ապա Հանրապետության հրապարակ, այնտեղից էլ արդեն ասացին տեղում կորոշեն, թե ուր կգնան ցուցարարների շրջանում անընդհատ կային վանկարկումներ խորենացի փողոց քայլելու պահանջով, այդպիսի որոշում սակայն դեռևս չկա, այդ նման բան դեռ չի հայտարարվել։ Բավական բազմամարդ է հավաքը, ընդհանուր մինչև սրճարանամերձ հատված ցուցարարների թիվը հասնում էր, բայց ինչպես ասացի, հիմնականում անորոշություն էր ամբիոնում հետագա գործողությունների վերաբերյալ, թե Ռուբեն Հաղվերդյանը, թե Թամար Հովհաննիսյանը ասում էին, որ իրենք որոշում չեն կարող կայացնել, եւ ըստ էության Ալբերտ Բաղդասարյանը այս երթուղին որոշեց։ Հիշեցնեմ, որ առայժմ վերջին կանգառ որպես հայտարարված է Հանրապետության հրապարակը, թե հետո ուր կշարժվեն ցուցարարները, դեռ հայտնի չէ։ Մենք ազատության հրապարակից մեկնարկած երթը դեռ կարողանանք ուղիղ կապով հետևել, այնտեղ աշխատում եմ գործընկեր Կարլեն Ասլանյան, այժմ շարունակենք թողարկումը։ Երեկվա բախումների էպիկենտրոն Սարի թաղում այսօր դուր էր, այժմ կարող ենք դիտել, թե ինչ տեսք ուներ թաղամասը ոստիկանական բիրտ գործողություններից հետո։ Չէ, կրվից հետո իր պայծիսներու բանից հետո արդեն մի քիչ խաղաղվեց, բայց չնայած աշխատողները լրիվ այդ բաները, ոստիկանները լրիվ ստեղ, այսինքն շարվել էին երկու կողմից, բայց արդեն հանգիստ էր։ Ծվրվեցի ժամի 1-ն էր, երևի ծվրվեց։ Դատարանն այսօր որոշել է 2 ամսով կալանավորել հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեկ Ենիգոմշյանին, այդ մասին տեղեկացնում է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Ենիգոմշյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված Սասնա Ծռեր զինված խմբին օժանդակելու համար։ Հուլիսի 27-ից ճաղարի հետևում գտնվող հիմնադիր խորհրդարանի անդամը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այսօր դատարանը պետք է որոշեր նաև Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը, սակայն առողջական վիճակի պատճառով հնարավոր չեղավ ազատամարտիկին դատարան տեղափոխել։ Բժիշկները այնուամենայնիվ պնդում են, որ Մանուկյանի վիճակում դրական տեղաշարժ կա, թեև նա արդեն 4-րդ օրը շարունակում է հացադուլը եւ հրաժարվում ցավազրկողներից։ Նրա որդին Արամ Մանուկյանը դատապարտյալների հիվանդանոցում է, ուր փաստաբանի պնդմամբ անմարդկային պայմաններ են։ Շնորհեցի, որպեսզի դատական նիստը հետաձգվի եւ ապահովվի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանի մասնակցությունը դատական նիստին, քանի որ վերջինս
հայտնել է իր կամքը եւ խնդրել է, որպեսզի ինքը մասնակցի միջնորդության քննարկմանը։ Դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը, ժամ հստակ չի նշվել, դա նույնպես կախված է Պավել Մանուկյանի առողջական վիճակից։ Այսինքն, եթե վաղը հնարավոր լինի նրան տեղափոխել, բժիշկները նախնական հայտնել են, որ տեղափոխումը վաղը հնարավոր կլինի եւ դրա համար հետաձգվեց մինչեւ վաղը։ Մենք շտապ ընթացակարգով նաեւ դիմել ենք Եվրոպական դատարան, 3 գիշերվա ժամերին ֆաքս է ուղարկվել Արամ Մանուկյանի առողջական վիճակի պահման պայմանների հետ կապված, որ գտնվելով ծանր վիճակում ենթարկվում է ըստ էության խոշտանգումների, խնդրելով անմիջական աջակցություն Եվրոպական դատարանից։ Եվ պետք է նշեմ, որ Մարդու պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանին տեղափոխել են այլ հիվանդասենյակ, նշվել էր կարանտինային բաժին, ինձ տեղեկացրին, որ այլ հիվանդասենյակի մասին է խոսքը։ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ Էրեբունի վարչական շրջանում եւ հարակից փողոցներում հանրային որևէ միջոցառման իրականացումը արգելված է։ Քաղաքապետարանը այս արգելքը բացատրում է այն հանգամանքով, որ հավաքների ազատության մայիսին օրենքի համապատասխան վերնշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել եւ այդ հավաքները անցկացնելու վերաբերյալ գիտություն ընդունվելու մասին որոշում չի կայացվել։ Քաղաքապետարանը նաեւ հայտնում է, որ առկա է մարդկանց կյանքին եւ առողջությանը անմիջականորեն սպառնացող իրական վտանգ։ Այժմ տեղափոխվենք Խորենացի փողոց, որտեղ աշխատում է իմ գործընկեր Արտակ Համբարձումյանը։ Արտակ, ինչ է կատարվում այս պահին։ Տաթև այստեղ հանգստություն է տիրում, վերջին պայթյունը, որի մասին ես ասել էի, շուրջ 30 րոպե առաջ լսվեց, բավականին այսպես զորեղ պայթյունի ձայն էր, դրանից հետո մի քանի ձայներ եկան, որոնք շատ նման էին կրակոցին, բայց ես կդժվարանամ դրանք պնդել, որ հենց կրակոցներ էին, քանի որ ձայնի ուղղությունն էլ բավականին դժվար է հիմա հասկանալ, արդյոք դրանք հենց ՊՊՑ գնդից են գալիս, եղանակային պայմանները հիմա բավականին վատն են այստեղ, ուժեղ քամի է եւ երբեմն կայծակել է լինում եւ այս իրավիճակում ամենատարբեր կերպ կարելի է մեկնաբանել այն ձայները, որ մենք լսում ենք, բայց տեղում բավականին հանգիստ է վիճակը, ոստիկանների շարքերը շարունակում են մնալ այդ սովորական ոչ այսպես ասած մարտական վիճակում, հատուկ հանդերձանքով ոստիկանները դեռևս շարված չեն, պատ չեն կազմել վահաններով եւ մահակներով եւ հիմա ըստ էության նրանք ակնկալում են ազատության հրապարակից մեկնարկելի գերթի ընթացքին։ Այստեղ բարձրաստիճան ոստիկանները երբեմն երևում են մեր տեսադաշտում, բայց հիմնականում գտնվում են բեռնատարների պատնեշի հարակից տարածքում։ Նշեմ, որ այստեղից մինչև գրավյալ ՊՊՑ գունդը մոտավորապես 500-ից 600 մետր հեռավորություն է եւ եթե ուշադրություն ենք դարձնում այն փաստին, որ ըստ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի այն ոստիկանը, ով սպանվել է այսօր, ոստիկանը, որ սպանվել էր ըստ ոստիկանության լրատվության վարչության պետի 350 մոտավորապես 200-ից 300 մետրի հեռավորության վրա է եղել ըստ տարածված տեղեկատվության, այսինքն մենք եթե այստեղից հաշվենք բավականին մոտ ենք եւ ըստ ոստիկանության տրամաբանության կարող ենք թիրախ լինել նաեւ ՊՊՑ գնդից դիպուկահարի համար, այդուհանդերձ իրենք ոստիկանները բավականին հանգիստ շրջում են տարածքում, Լևոն Երանոսյանը պարբերաբար առաջ է գնում կամ մոտենում է բեռնատարների պատնեշին ոստիկանության զորքերի հրամանատարը եւ նաեւ տեղեկացնեմ, որ սովորաբար առավոտ ներողություն ցերեկը ժամը 18:30-ի հատվածում մենք այստեղ վերջին օրերին նկատում ենք ոստիկանական ուժերի բավականին հզորացում, այդ մեծ այսպես կոչված Իկարուս ավտոբուսներով բերում էին ոստիկանության զորքերի նոր համալրումներ, այսօր եւս տեսանք նման պատկեր, բայց բավականին քիչ էր ի տարբերություն նախորդ օրերի։ Շուրջ 10 ավտոբուս ես հաշվեցի, եւս մի քանի միկրոավտոբուսներ, բայց նախորդ օրերին ականատես էինք լինում 5 տասնյակից ավել արդեն ավտոբուսների շարժի։ Այսպիսով տեղում Խորենացիում վիճակը դեռևս հանգիստ է եւ ոստիկաններն էլ կարծես սպասում են հետագա զարգացումներին, մենք եւս կսպասենք հետագա իրադարձությունների զարգացմանը։
Ես նշեմ, որ քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց երթը, որի հաջորդ կանգառը Հանրապետության հրապարակն է, այս պահին կապ հաստատենք տեղում աշխատող իմ գործընկեր Կարլեն Ասլանյանի հետ։ Կարլեն, արդեն ուր են հասել երթի մասնակիցները։ Ավական բազմամարդը երթը կարող եք տեսնել հազարավոր քաղաքացիներ են անցնում Մաշտոցի պողոտայով։ Այս պահին մենք ավարտում ենք Ազատության լրատվական կենտրոնի արտահերթ թողարկումը, դուք կարող եք ուղիղ եթերում հետևել, թե ինչ է կատարվում Խորենացի փողոցում եւ նաեւ Ազատության հրապարակից մեկնարկած երթը, որ պետք է հասնի հիմա Հանրապետության հրապարակ, դուք կարող եք ուղիղ եթերում հետևել իրադարձություններին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։ Ազատություն TV, անտեսաներին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV